Միացյալ Նահանգներից նոր հայտարարություններ են հնչել Իրանի դեմ տնտեսական ճնշումն ուժեղացնելու մասին։ Ըստ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի, Վաշինգտոնը ծովային շրջափակման հետ միասին Իրանի դեմ կկիրառի պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները, կենտրոնանալով տնտեսական միջոցառումների վրա։ Նրա խոսքով, եթե որևէ երկիր շարունակի բիզնես վարել Իրանի հետ, գումար փոխանցել, նավթ գնել, ապա ԱՄՆ ֆինանսների նախարարությունը եւ կառավարությունն իրենց ողջ հզորությունն ու ուժը կուղղեն նրանց դեմ։ Մենք կտապալենք այս ռեժիմը։ Ժամանակն է, որ մեր դաշնակիցները եւ մնացած աշխարհը որոշում կայացնեն։ Դուք կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ, շեշտել է Պաշտոնյան։ Բեսենթը հավելել է, առավելագույն տնտեսական ճնշումը միաժամանակ նշանակում է, որ ռազմական լայնածավալ հարվածների վերսկսում ամենայն հավանականությամբ չի լինի։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես տնտեսական ճնշումն անվանել է Իրանի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքը։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակի ֆոնին նավթի գներն ակնհայտորեն բարձրացել են, սակայն Վաշինգտոնին հաջողվել է բավականաչափ նավթ եւ գազ դուրս բերել Հորմուզի նեղուցով, ինչը գների նվազման առումով որոշակի արդյունքներ է տվել։ Իր հերթին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել, քանի որ երկրի ղեկավարության մեծ մասն այլևս չկա եւ ոչ ոք չգիտի ով է պատասխանատու։ ԱՄՆ առաջնորդը կրկնել է, հակամարտության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի։ Թրամփի համոզմամբ Միացյալ Նահանգները 2025 թվականի ամռանը ստիպված էր հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, այլապես Թեհրանը միջուկային զենք կմշակեր եւ առանց վարանելու այն կօգտագործեր Իսրայելի եւ Մերձավոր Արևելյան այլ երկրների դեմ։ Մոսկվան եւ Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ երկրի տարածքում խոցվել է ավելի քան 300 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Զանգվածային հարվածների է ենթարկվել Պերմը։ Ըստ տարբեր լրատվամիջոցների թիրախավորվել է Լուկոյլի նավթավերամշակման գործարաններից մեկը, որը դասվում է երկրում 10 խոշորագույնների շարքին։ Ռուսաստանն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 135 ԱԹՍ։ Խարկովի մարզում կա 2 զոհ, 2 վիրավոր։ Սումիում նույնպես կան վիրավորներ։ Եվս մեկ մարդ զոհվել է Կիևում։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքում զոհերի թիվը հասել է 17-ի։ Օգոստոսի 21-ը Կիևում սգո օր է հայտարարված։ Հարվածների ֆոնին Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Կիևը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմին, խոսել Մոսկվայի հետ եւ բերել իր փաստարկները։ Ներկայում սակայն ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները չեն շարունակվում։ Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ հակամարտության կարգավորման հարցում լավատեսության հիմքեր չկան։ Իրաքն օրական մինչև 2.1 միլիոն բարել նավթ է արտահանում երկրի հարավային նավահանգիստներով, որոնք գտնվում են Պարսից ծոցի ափին։ Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ Ար-Ռիգբարիի խոսքով օրական եւս 150,000 բարել հում նավթ է մատակարարվում համաշխարհային շուկա Թուրքիայի Ջեյհան նավահանգստով, որը գտնվում է միջերկրական ծովի ափին։ Պաշտոնյան տեղեկացրել է, որ Ջեյհանի միջոցով արտահանումն անշեղորեն աճում է, եւ նավթի նախարարությունը ձգտում է Թուրքիայի նավահանգիստ տանող նավթամուղի կարողությունը մեծացնել օրական մինչև 750,000 բարել։ Եվրոպայում շոքերի պատճառով Դանուբի ջրի մակարդակն այնքան է նվազել, որ Հունգարիայում գետն աննավարկելի է դարձել։ Բուդապեշտի հատվածում ջրի մակարդակը 8-ից 18 սանտիմետր է, ինչը զգալիորեն ցածր է նավարկության համար անհրաժեշտ 2.5 մետրից։ Սա Հունգարիայի տնտեսությանը կարող է մեծ վնաս հասցնել։ Աշնան բերքահավաքից հետո Դանուբով պետք է արտահանվեն ցորենը, եգիպտացորենը եւ գյուղատնտեսական այլ ապրանքները։ Հունգարիան մասնակիորեն փակել է նաեւ իր միակ ատոմակայանը, որը գետի ջուրն օգտագործում է հովացման համար։ Այս համար եվրոպական երկրների մեծ մասում ռեկորդային շոկ է գրանցվել, առաջացնելով անտառային հրդեհներ եւ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալով։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։